գերբեռնված մեքենաների հետ կապված պրոբլեմ կա, որ հետո դիմանա, մենք ծրագիր ունենք, իհարկե, որ հանրապետությունում գերբեռնված ինքնաշխատ կշեռքներ պետք է դնենք, որ մեքենան անցնի, այսինքն կշռման process-ը կանգ առի անհրաժեշտություն չունենա, այլ ինքնաշխատ եղանակով կշռվի, դա դե կտևի որոշակի ժամանակ, բայց նաև ուզում եմ ասեմ, որ մենք համայնքների մարզի տրամաբանությամբ, բայց նաև ուզում եմ համայնքների բնակիչների հետ կապված ինչ ծրագրեր ենք բանարել, իրականացրել։ Հիմա լուրեր են տարածված, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակները բարձրացել են, ճիշտ է այդ լուրը, թե ճիշտ չի։ Ճիշտ է այդ լուրը։ Ընդ որում 10,000 դրամով թոշակը բարձրացել է եւ անկանխիկ առևտրի դեպքում էլ 10,000 դրամ էլ 8-ից 10,000 դրամ էլ հետ ենք ստանում, դա էլ է ճիշտ։ Լուրեր են տարածվել, թե Հայաստանում առողջության ապահովագրության համակարգաներ դրվել եւ 65+ տարիքի թոշակառուները առանց լրացուցիչ վճարումների ստանում են առողջապահական ծառայություններ։ Ճիշտ է այդ լուրը, թե ճիշտ չի։ Կան մարդիկ, որ օգտվում են այդ ծրագրից, դա էլ է ճիշտ։ Իսկ կան մարդիկ, որ նախկինում տարբեր քրոնիկական հիվանդությունների բերումով դեղեր են գնելիս եղել, ասենք 10,000, 20, 30,000 եւ հիմա այդ դեղերը ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին եւ նախկինում այդ 30,000-ը կամ 10,000-ը կամ 5,000-ը ում դեպքում ոչ, հիմա չի ծախսվում եւ մնում է իրանց գրպաններում եւ ըստ էության ավելանում է արդեն իսկ ավելացած թոշակին, մի դեպքում 5, մի դեպքում 10, մի դեպքում 20, մի դեպքում 30։ Այս լուրերն էլ ճիշտ են, իրականությանը համապատասխանում են, թե չեն համապատասխանում։ Դա էլ են համապատասխանում իրականությանը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Բայց Ժորժ ջան, մենք իհարկե կարող ենք խոսել եւ խոսում ենք ճանապարհների մասին, մենք խոսում ենք դպրոցների մասին։ Այս տարի մենք ավարտում ենք 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի ծրագիրը եւ հաջորդիվ սկսում ենք հաջորդ 300 դպրոցի ծրագիրը, որովհետեւ այդ մենք այն ժամանակ, երբ որ 300 դպրոցի ծրագիրը սկսում էինք, մենք մտածում էինք, ասում ենք, դե 300 դպրոց կկառուցենք եւ հարցը կլուծվի։ Հետո երբ որ մտանք ծրագրի մեջ, հասկացանք, որ Հայաստանում ըստ էության բոլոր դպրոցները ունեն լրացուցիչ միջամտության կարիք։ Մի դպրոցի շենքը պիտանի չի, պետք է քանդել զրոյից հավաքել, մի ուրիշ դպրոցի շենքը հերիք չի, պետք է լրացուցիչ կորպուս անել, երրորդ դպրոցը ընդհանրապես ֆիզկուլտուրայի դահլիճ չունի, պետք է ֆիզկուլտուրայի դահլիճ կառուցել, եւ հիմա մենք տենց 300-ներով պետք է գնանք առաջ։ Մանկապարտեզների թեման Հանրապետությունում 500 մանկապարտեզ, 500 մանկապարտեզ, որ մենք կառուցում ենք, այդ նշանակում է, որ Հանրապետության մանկապարտեզների 80-90%-ը ըստ էության եղել է շատ վատ եւ մաշված վիճակում։ Եվ սա տալիս է պատկերը, թե ինչ հենքի վրա ենք մենք սկսել մեր աշխատանքը։ Ես թոշակների մասին խոսեցի, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ ժողովուրդ։ Դա գիտեք ինչ գումար է, դա գումար է, որով թոշակառուն նույնիսկ հաց ու պանիր առնելով չէր կարա իր սննդի հարցը ամսվա սկզբից մինչև վերջ լուծել։ 2018 թվականին մենք եկել ենք առաջին գործողություններով շատ արագ 2019, 18, թե 19 թվին մենք նվազագույն թոշակը կրկնապատկել ենք, միանգամից կրկնապատկել ենք, բայց նույնիսկ կրկնապատված նվազագույն թոշակը դեռ բավարար չէր, որ թոշակառուն հաց ու պանիր առնելով գոնե այդ մի ամիսը ձգի։ Հետո հաջորդիվ 2022 թվին կարծեմ, մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին։ Եվ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եղավ 2022 թվականին, որ թոշակառուն իր թոշակով գոնե կարար սնունդ առներ, հաց ու պանիր առներ այնքան, որ կարողանար ապրել։ Այսօր ուրիշ բան է տեղի ունեցել, ժողովուրդ ջան։ Մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակը բարձրացրել, հասցրել եւ անցկացրել ենք նվազագույն արդեն սպառողական զամբյուղին։ Այդ նշանակում է, որ թոշակառուն ամսվա ընթացքում երաշխավորված առողջապահության նախարարության կալորիաներով հաստատած կարա իր համար առողջ կալորիաներ ձեռք բերի եւ հետնել կարա
երկու հատ բաժակ առնի, 3 հատ պատարակ առնի, չգիտեմ, տարին մի զույգ կոշիկ առնի լրացուցիչ, այդ չեմ ասում մի քանի հատ օճառ առնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա պատմական փոփոխություն է Հայաստանի պատմության մեջ, բայց տեսեք Մենք հո չենք ասում, մենք հասել ենք մեր երազանքներին, այս ինչ գործ ենք արել, նվա բանը միջին թոշակը արդեն թոշակառուն կարա ծերը ծերին հարցնի, դա մեր երազանքը չի, մենք հո չենք մտածում, որ տենց էլ պետք է լինի, բայց մենք պետք է հիշենք, որ 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, մենք 3 անգամ նվազագույն թոշակը բարձրացրել ենք, 3 անգամ 3 հապատիկ, առանց անգամ խիկարետրի հետ վճարի, եւ այս ընթացքում ուղիղ եւ անուղղակի որոշումներով 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել, եւ ավելին, հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել ենք, որտեղ գնաչ միշտ լնում է Ժողովուրդ ջան, գնացը անխուսափելի բան է, երբ որ գնաչը լինի այնքան, որ մենք տենանք, որ միջին թոշակը գնաչի պատճառով իջավ նվազագույն սպառողական զամբյուղից, մենք թոշակը մինիմում կոմպենսացնելու ենք այնքան, որ թոշակառուների կենսամակարդակը առնվազն այսօրվա վիճակի չվատանա։ Այդ չեմ ասում առողջության ապահովագրության հետ կապված հարյուրավոր թոշակառուներ մեզ ասում են, որ վիրահատվել են, դեղ են ստացել, ստուգվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որովհետեւ շատերը չգիտեն, նաեւ մինչեւ 18 տարեկան երեխեքի առողջության ապահովագրությունն է պետական բյուջեի հաշվին, այսինքն հիմա այն մարդիկ նրանք ովքեր ունեն փոքրահասակ երեխաներ եւ մեծահասակ ծնողներ, այդ մարդկանց հոգսերի մի առնվազն մի զգալի մաս պետությունը վերցրել է իր վրա։ Ինչի ենք մենք սա արել Ժողովուրդ ջան, այդ ճիշտ ես ասում, ինչ ենք մենք սա արել Ժողովուրդ ջան, ով կար ասի ինչ ենք մենք սա արել, ինչ ենք մենք սա արել, այս ամեն ինչը ինչ ենք արել, որովհետև սիրում ենք ձեզ մենք Ժողովուրդ, որովհետև մենք մեր թոշակառուներին, էլի մենք ով չլինի, ես մեր սիրելի թոշակառուներին վերաբերվում եմ նենց ոնց որ վերաբերվում եմ իմ ծնողներին, ես մեր երեխեքին վերաբերվում եմ նենց ոնց որ վերաբերվում եմ իմ երեխեքին, եւ ես նոր փառաքարում էլ ասի, հիմա շատ է գնում խոսակցություն դրա մասին, որ այսօր Հայաստանում շինարարության եւ զարգացման տեմպերը առնվազն շատ մոտ են Խորհրդային Միության ժամանակ եղած տեմպերին, բայց ես ուրիշ բան ասեմ, Խորհրդային Միության ժամանակ չեն եղել այն որակի դպրոցներ, որոնք մենք կառուցում ենք, չի եղել տենց բան Ժողովուրդ ջան, չեն եղել այն որակի մանկապարտեզներ, որոնք մենք այսօր կառուցում ենք, եւ սա մենք անում ենք հետեւյալի պատճառով, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը պետք է էականորեն փոխվի, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը էականորեն փոխվում է եւ գնալով ավելի է փոխվելու, որովհետեւ ու ես երեք մի միտքեր եմ ասել եմ ուզում ասեմ, ես ուզում եմ մեր ժողովրդի շնորհակալություն հայտնեմ, որովհետև ես դա գիտեի իհարկե, բայց ուրիշ բան ուղղակի իմանալը, ուրիշ բան ամեն օր դրա ապացույցը ստանալը, մեր ժողովուրդը բացառիկ շնորհակալ ժողովուրդ է, դուք բոլորդ բացառիկ շնորհակալ ժողովուրդ է, որովհետև եթե մի այսքան բան անում ենք մենք, մի այսքան բան 100 այդքան շնորհակալություն ենք ստանում ժողովուրդ, ու ես ուզում եմ իմ գլխարկը ձեր առաջ հանեմ եւ ձեր առաջ խոնարհվեմ, այդ ձեր մեծ սրտի, այդ ձեր մեծ հոգու, այդ ձեր մեծ կամեցողության առաջ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ, ու դա մեզ ահա որ մեծ ուժ է տալիս,